Անի Խաչատրյան։ Նախ պարոն Թորոսյան, կարծես թե այսօր ոչ միայն պարոն Թորոսյանը փողկապը այսօր տենց օրակարգային ելույթների հարց էր դարել ու փողկապը լրջացնում է այս դահլիճը։ Այո, փողկապը լրջացնում է այս դահլիճը եւ հետեւաբար թե այս պահին քաղաքապետը, որը նստած է բոլորից դիմաց, եւ թե քաղաքապետը կրում են փողկապ, ի տարբերություն ձեր սուպերհերոսի, որը ոչ մի ավականու նիստին Հայկ Մարությանը չի կրել փողկապ։ Հետեւաբար անցած գումարման ավականին այդքան անլուրջ էր։ Ինչ վերաբերվում է քիչ առաջ այստեղ մեկի ունեցած ոռնոցին, ասեմ, որ այո, Եվրաքվեն գնալու է ու Հայաստանի Հանրապետությունը ձեր թևավորի, որին անցած նիստին, որին տվեցինք ամբիոն, անցած նիստին դահլիճը լքելու մասին, այո, մենք դահլիճը լքեցինք, Պարոնայք Մայր Հայաստան խմբակցության անդամներ, լռեք ու ելույթ անելու։ Այո, անցած նիստին դահլիճը լքեցինք, որովհետև դահլիճում կար մարդ, ով ամբիոնում խոսելու երազանքով եկել էր, մենք թողեցինք այդ ամբիոնը ձեզ, որ տենց դուք ինքներդ ձեզ խոսեք, ինքներդ ձեզ պատասխանեք, ինքներդ ձեզ անեք, ինչը եւ արեցիք դուք։ Ինչ վերաբերվում է ձեր արտահայտություններին ու Գյումրին ցույց կտա, ավիշոտ Հայաստանի Հանրապետությունը ցույց կտա ձեզ իրանց տեղը, ցույց կտա քեզ եւ դուք, պարոն Սուչասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը որ մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դռան դեմը չոքած։ Ֆրակցիաների անունից այլ ելույթներ, Մայր Հայաստանից Մանուկ Սուքասյան։ Լռություն, ախնդրում եմ։ Լռություն ելույթի դուք եք խոսում, ձեր ֆրակցիայի ղեկավարն է ելույթ ունենում, դուք անդադար խոսում եք։ Տիկին Խաչատրյան, խնդրում եմ թող ելույթ ունենան, համեցեք։ Դե բնական է ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն։ Մի րոպե, ձերդ։ Տիկին Խաչատրյան, Փողոցում չես լավ քեզ մարդավարի պահ։ Պարոն Սուքասյան, Ուրեմն ունեցեք։ լռություն մի վարքյան, սուս մնա։ Իա որն է բա։ Այդ իան ով ասեց։ Կարգի հրավիրեք այդ ազնվորությանը, որ արձագանք չպի իրա։ Ելույթը ձեզ շարունակեք, Տիկին Խաչատրյան, խնդրում եմ լռեք, թող ելույթ շարունակեք։ Մի րոպե, լավ։ Քանի որ Տիկին Փոստանջյանը դուրս չեկավ, ոչ մի բան չունի։ Տիկին Փոստանջյանից վարկագից հաստատ չի ցուցաբերել Տիկին Խաչատրյանը։ Լավ, դատավորի այդ բանը թողում ենք։ Մի վարքյան, իմ ժամանակ վերականգնեք, այն ժամանակը։ Շնորհակալություն։ Ուրեմն, ինչպես գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել ին վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի։ Այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պետք է լոյալ լինեմ։ Ում դեմ պայքարել եմ, իջև ոչ մնացել եմ հավատարիմ իմ պայքարին, ոչ թե եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել եւ այլն, այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք ով որտեղ ա եղել, ինչ դիրքերում ա եղել, ով ինչ պայքար ա տարելու հիմա ինչ դիրքերում ա, ու նատել առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրները, կարկառուն դեմքերը, այսօր Սուրեն Աբրահամյանը նախկին քաղաքապետ ուր ա, ինչ դիրքորոշում ունես իշխանությունների հանդեպ,
Ի տարբերություն ձեզ, նամուստ հասիբ ունի այդ մարդը։ Նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ուրած էր կուսակցության առաջին նախագահ։ Նամուստ հասիբ ունի այդ մարդը, կապ չունի նախկին իշխանություններին դեմ ա եղել։ Այդ չի նշանակով նախկիններին դեմ ա եղել, պետք է ավտոմատ հավատարիմ լինես իշխանություններին։ Այդ ինչ մանիպուլյացիա, այդ ինչ տեքստ է, այդ ինչ եք խոսում։ Այսինքն նախկինների ինադու երկիրը վարի տվող իշխանության հանդեպ պետք է լոյալ լինեք։ Չէ, ուրիշ բան չկա։ Դուք ընդամենը նախկին իշխանությունների արատավոր բակերը շահարկելով, որ այսօր դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը, դուք դա ընդամենը անում եք նրա համար, որ ֆոտոշոփով շենքերը հեռացնեք իրարից, շին թրտուվություն տակ, ձեր այդ փոխկապակցված անձիկ իհատ բիզնեսները զարգացնեն, էտա ձեր հայրենասիրության ընկալումը, Վազգենի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտենալու տակ, այ էդ եք դուք, մի հատ նայեք դուք ով եք, ում ինչ եք ասում, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ապա կոռուպցիայի մեջ թաթախված է թաղապետարաններն ու քաղաքապետարանները, ամիս չկա մեկի չձերբակալեն չտանեն, էս ինչ եք եկել խոսում ստեղ, ու դուք չեք հասկանում, որ տենց բաներից իշա իոքուտ ձեզ դուրս չի գալու վերջնարդյունքում թեման, ես միշտ ընդդիմություն եմ եղել, ու շարունակում եմ մնալ ընդդիմություն, դրա համար էլ է պլոճիկ պետք, ոչ թե ձեր նման, մնացել եք կցորդի կարգավիճակում, բայց ոչինչ, քիչ մնաց, համբերեք, եսա առաջիկա ընտրական պրոցեսներով, դուք այդ ամենից էլ եք զրկվելու։ Հա, դու այդտենց շատ այդտենց ծկլթոցներ անեք ձեր տեղից, ուրիշ ինչ պետք է անեք դուք, էդ էլ ընդամենը ձեր արածը։ Սիրելի երևանցիներ, թե բովանդակային առումով, թե իրավական, դատական իրավական տիրույթում, թե քաղաքական հարթությունով, Մայր Հայաստանը երևույթների, գործընթացների, կառավարման արդյունքների հանդեպ ունի սկզբունքային դիրքորոշում ու ոչ մի կախկանձոց կողքից ու ոչ մի կողքի վայրահաչոց մեզ չի շեղելու մեր ուղուց ու թող որևիցե մեկը ոտատակ չընկնի, ինչպես ժամանակին COVID-ի պարետն էր ասում, որ ասում էր COVID-ից հետո էլ կա կյանք, պաշտոնից հետո էլ կա կյանք, նենց արեք, որ պարշճակած շարունակեք ապրել ես երկրում, ամոթանքի ու անարգանքի չարժանանակ փողոցներում, ձեր արածների ու ձեր չարածների համար։